Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է փետրվարի 16-ի համար, բոլոր տարվա ծնված նշանների համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այդ օրը։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին փետրվարի 16-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը նոր սեր կունենաք, նոր հարաբերություններ, շատ սիրված կլինեք, չորս բոլորը ձեզ սիրով կշրջապատեն, նաև դե սիրոխոստովանություն է դուք կանեք, ձեզ կանեն, միայն թե մի կիսվեք, ոչ ոքի հետ, որտեղ այստեղ ունեք երկու երեսանի մարդիկ, հա, դրա համար պետք չի կիսվել ինչ-որ ամենայն ձեր սիրային թեմայով, հա, թե իմ ընտանիքի հետ է դա կապված են, որ բա իմացար ամուսինս այսօր ինչքան սիրալիր է, դες բաներ մի ասեք։ Նաև այդ օրը օրվա վերջ ինչ-որ կտրուկ քայլ կարող եք անել կամ անսպասելի ինչ-որ մի բան տեղի կունենա։ Այսքանն է ընդհանրապես, ուրիշ ոչինչ չեմ կարող ասել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերի։ Ինչ է սպասվում ցուլերին փետրվարի 16-ին։ Հարգելի ցուլեր, տարվա ծնված ցուլերին է սա վերաբերվում, այդ օրը մի լուսավոր մի բան է ձեզ հետ տեղի ունենալու, ինչ-որ մի լավ բան, որը ձեզ կուրախացնի, ձեր տրամադրությունը կբարձրացնի, դրանից հետո առաջ խաղացում ունեք, զարգացում, դա կարող է լինել յուրաքանչյուր ոլորտում ձեր կյանքի։ Նաև օրվա ընթացքում ինչ-որ հնարավորություն եք ձեր ձեռքից բաց թողնում։ Բայց հետո նորից էլի կրկին շարունակում եք, ձեր գործերը առաջ եք մղում այդ օրը։ Բավականին գործ կարող եք անել ձեր ինչ որ կա, հա, այդ ամենը առաջ կմղեք։ Նաև սեղանի շուրջ եք նստելու այդ օրը, բայց օրվա վերջ ինչ որ մի բան է փակ, այստեղ ինչ որ մի բան չի ստացվում, դա ավելի շատ օցերի հետ է կապված։ Օցերն են այստեղ մեղավոր, որ դա փակ է։ Ինչ որ մի բան չի ստացվում, հա, կարող է իրենք չեն արել, իրենք չեն անում։ Եվ երեկոյան հանդիպում կամ շփում կունենաք որևիցե տարեց տղամարդու հետ։
ինչ-որ հարցի վերաբերյալ եկում, ձեր ամուսինն է, սպասում եք, որ գա, ասեք, բացատրեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ֆագրերի։ Ինչ է սպասվում ֆագրերին փետրվարի 16-ին։ Հարգելի ֆագրեր, այդ օրը առավոտյան ոչ մի լուսավոր բան է տեղի ունենալու ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, նաև այստեղ երկեսանիների հետ կվիճեք, դրանից հետո օձեր կան, օձերը դա կարող է լինել հիվանդանոցում, հնարավոր է բժշկական կենտրոնում նաև, կամ օձերի պատճառով կարող եք ձեզ վատ զգալ, և այստեղ երեկոյան փակ է, չեք կարողանում մտնել հիվանդի մոտ, մի փոքր կարող եք տխրել, չեք կարողանում մտնել կամ հիվանդի մոտ, կամ հիվանդանոց, կամ ինչ-որ ժամը այնպես չէ, կամ խոսել ոչ է տղամարդու հետ այստեղ, կամ ձեզ մոլորեցնել, փշի անել, ուղարկել, այնպես որ պետք է ուշադիր լինել, և կողը երեկոյան ուղղակի հետո տեսնում եք այդ տղամարդուն, որպեսզի հասկանաք ինչպես կարող եք անել, որ մտնեք հիվանդի մոտ, մտնեք հիվանդատես կամ կարող է ծննդկան է, մտնեք իր մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք նապաստակների։ Ինչ է սպասվում նապաստակներին փետրվարի 16-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օրը ինչ-որ մի բան է փակ օրվա ընթացքում, այստեղ առաջ խաղացումն է փակ,
շատ չեք կարողանում ինչ-որ գործերը առաջ տանել ձեր։ Մնում է։ Բայց եթե ձեզ այնց է կախված, այստեղ իդեպ, եթե դուք ուզենաք, կկարողանաք ավելի շատ գործեր անել։ Փակը դա ոչինչ չի նշանակում, դուք կկարողանաք բացել այն անել, հա, ինչ որ պետք է։ Եվ երեկոյան գումարեք կամ ծախսելու այստեղ հիվանդանոցի հետ կապված, ոչ բժշկական կենտրոնի հետ կապված, կամ նաև կարող է այդպես ապահովագրությունը բժշկական գումար եք ստանում նաև, կամ գումարը ծախսում եք գնում եք հիվանդատես, կամ գումար է գալիս, հա, որպեսզի կարողանաք գնալ օրինակ էլի հիվանդանոց կամ բժշկի մոտ, կամ սպասում եք կարող գումարին, որ գա գնաք օրինակ բժշկի մոտ կամ ոչ կոսմետոլոգի մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին փետրվարի 16-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը առավոտյան հաջողություն ունեք, ինչ-որ մի բան է ձեզ համար, որ ոլորտը չեմ կարող ասել, հաջողություն կլինի։ Բայց օրվա ընթացքում ինչ-որ բան փակ է, ինչ-որ մի բան չեք կարողանում անել, դա եկեղեցիների պատճառով է, բայց եթե ուզենաք կկարողանաք անել։ Եվ հետո ուզում եք հանդիպել կամ խոսել ոչ տղամարդու հետ, ապա խոչընդոտներ կան, չեք կարողանում տեսնել իրեն, կամ ինքն է խոչընդոտներ ստեղծում ձեզ համար, կամ խոչընդոտներ կան, դիմում եք իրեն, որպեսզի ինքը ձեզ աջակցի, օգնի։ Իսկ երեկոյան այստեղ գորգռում եք, հա, օրը այդքան էլ հաջող չի, օրվա երկրորդ կեսից հետո։ Դա համար պետք է կարողանաք զսպել ձեզ, որտեղ դուք գորգռում եք ինչ-որ մեկի վրա, եւ հնարավոր է այստեղ ոչ կնոջ վրա, գուցե ձեր մայրն է։ Կամ այդ ինչ որ կնոջ պատմում եք, հա, այդպես, որ ինչեր է կատարվել, այդպես ոգևորված, հա, այդպես գորգռալով, բայց դա չի վերաբերվում, որ դուք իրա վրա եք գորգռում, այսինքն ուղղակի այդպես էմոցիոնալ պատմում եք այդ գորգռալով։ Դա այդ կնոջը, հա, կինը կնոջ հետ հանդիպեք էլ, թեկուզ, հա, դա երեկոյան ժամին է, ուշ ժամին։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կոչերին։ Ինչ է սպասվում օձերին փետրվարի 16-ին։
Հարգելի օձեր, այդ օրը խոչընդոտներ կան, նա օրը պետական հիմնարկության հետ է կապված, կամ այնտեղ մտնելու, կամ այնտեղ գործերը, նա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, մեկ այլ կենտրոն, ինչ որ բահեր են խոչընդոտը։ Օրվա ընթացքում ոչ է դուռ է բացվում ձեր առջև եւ կկարողանաք յուրաքանչյուր բան անել, կախված է միգուցե այդ տղայի հետ, երիտասարդ տղա է կամ ինքն է ձեր առջև ինչ որ դռներ բացվում, ինչ որ հնարավորություններ է ձեզ տալիս, որ ինչ որ բաներ անեք, ինչ որ գործեր։ Սա նաեւ երկրորդ կեսն է կարող ցույց տալիս, որ կարող հաջողությամբ ինչ որ մեկի հետ ծանոթանաք, որը ձեր կյանք հաջողություն կբերի։ Եվ ձեզ համար դա նոր դուռ է, այսինքն նոր հարաբերություններ, նոր շփում եւ երեգան էմոցիոնալ կլինեք կամ կհիշեք այս պահերը ռոմանտիկ կամ որ ինչ որ մեկը ձեզ աջակցեց, օգնեց, որ դռներ են բացվել, այդպես էմոցիոնալ կլինեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք ձիերի։ Ինչ է սպասվում ձիերին փետրվարի 16-ին։ Հարգելի ձեր, այդ օրը մտածմունքների մեջ եք լինելու առավոտյան, ինչ որ բաների մասին եք մտածելու, հետո ծանրութ հետև եք անելու, տալու եք, վերցնելու եք, այդպես գուցե ընտրության առջև եք կանգնած, մտածում եք, հետո սկսում եք ծանրութ հետև անել ձեր մտածածը, այն ինչ որ ուզում եք անել, այն ինչ որ պետք է անել, եւ գործերը առաջ կմղեք, հնարավոր է առաջ մղելու համար նաեւ դիմեք որևիցե մասնագետի, որպեսզի նա ձեզ օգնի այդ գործերը առաջ մղելու համար։ Ճիշտ է, շատ չեք կարողանում ինչ որ առաջ մղել, բայց հնարավորինս առաջ կտաք։ Հեռախոսազանգ ունեք, նաեւ ինչ որ մի բան է ձեզ մոտ ուշանում, մոտավորապես 2.5 ամիս կուշանա, կարող այդ հեռախոսազանգից եք իմանում, որ դեռ պետք է սպասեք այդքան։ Եվ երեկոյան սպասման մեջ եք լինելու։ Դեռ ինչ որ մեկին եք սպասելու երեկոյան կամ ինչ որ բան եք սպասելու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին փետրվարի 16-ին։
Հարգելի այցեր, նաև ոչխարներ է կոչվում այդ օրը։ Ձեր գործերը առաջ կմղեք, ճիշտ է շատ չէ, բայց կկարողանաք այն առաջ մղել բավականին շատ։ Դե շատ չէ, էլի։ Այսինքն չեք ավարտում, ուղղակի ինչ որ գործեր կանեք, որոնք մնացել էին։ Օրվա ընթացքում ոչ նամակ կստանաք, տեղեկատվություն, փաթեթ, չէ, փաստաթղթեր կարող ստորագրել կամ հանել, դասավորել։ Եվ ուշադիր եղեք օրվա ընթացքում կարող եք ոչ հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնել։ Եվ օրվա վերջ արդեն սկսում եք տատանվել, միգուցե դրա հետ է կապված։ Ծանր ու թեթև եք անում, ընտրության առջև եք կանգնած, ինչ անել, ինչպես անել, այդպես կմտածեք շատ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կապիկների։ Ինչ է սպասվում կապիկներին փետրվարի 16-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը առավոտյան ինչ որ մեկ ունեք, որ հիվանդանոցում է կամ պետք է այցելեք նման կենտրոն, արյուն եք տալիս, առավոտյան շատ շուտ։ Նաև օրվա ընթացքում օձեր կան ձեր շրջապատում, օձային վերաբերմունք, նախանձ, այդպես։ Եվ ոչ մասնակետ կարող է փորձել ձեզ մոլորեցնել կամ ինչ որ մի այդպես բոցավառ ինչ որ մի բան կարող է ասել, կամ փորձում է ձեզ ուղղակի մոլորեցնել ինչ որ մի հարցի վերաբերյալ։ Նաև կամ շատ ուշ եք վերադառնում տուն, կամ ժամ կարող եք պայմանավորվել այդ օրը, ուշադիր եղեք որ չուշանաք։ Այդպես, կամ ինչ որ ժամեր են փոխվում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ակաղաղների։ Ինչ է սպասվում ակաղաղներին փետրվարի 16-ին։ Հարգելի ակաղաղներ, այդ օրը տան հետ կապված ինչ որ գործողություններ հնարավոր է չեք հասցնում իր ավարտին, չեք կարողում հասցնել, կամ մնում են տան գործերը։
Նաև երկար սպասված ոչը նամակ ունեք, ոչը փաստաթուղթ, տեղեկատվություն, ոչը փաթեթ կարող է լինել նաև օրվա վերջ, այստեղ երկերեսանի մարդիկ կարող են ձեր տրամադրության վրա ազդել, գցել ձեր տրամադրությունը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք շուների։ Ինչ է սպասվում շներին փետրվարի 16-ին։ Հարգելի շներ, այդ օրը հույսով լցված եք, հույսով արթնանում եք, որ կամ հույսներ դրեք ինչ-որ մի բանի վրա, կամ հույսով սպասելու եք ինչ-որ մի բանի, ոնց որ այդպես առավոտյան արթնանում եք։ Նաև լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը կբարձրացնի, միգուցե դրան եք հույսով լցված, այդ այստեղ խոչընդոտներ կան, միգուցե դեռևս օրվա ընթացքում չի լինում, հետո է լինում։ Եթե ոնց որ սպասում եք այդ լուսավոր մի բանին, այստեղ խոչընդոտներ կան։ Կամ լինում է ինչ որ ոչ լիարժեք, ինչ որ մի բանը դեռ մնում է, բայց երեկոյան այստեղ եւս ունեք հաջողություն, հա, կարող է դրա շարունակությունն է, այսինքն ինչ որ մի բան եղավ, բայց ոչ լիարժեք, երեկոյան դա ավելի հստակ է լինում, ավելի շատ է լինում, հա, կախված է թե ինչ է այդտեղ կատարվում։ Ամենայն դեպս ձեզ հաջողություն է սպասվում երեկոյան եւս ավելի շատ։ Ձեր գործերում, անձնական հարաբերությունում, յուրաքանչյուր հարցում եւ արդեն այստեղ լինում են ձեր շրջապատում երկերեսանի մարդիկ, անմիջապես։ Մի պատմեք այդ ձեր հաջողության մասին, իրենք նախանձում են։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վարազներին, խոզերին։ Ինչ է սպասվում վարազներին փետրվարի 16-ին։
Հարգելի վարազներ, նաև խոզեր է կոչվում։ Այդ օրը ուրախ եք հիվանդանոցի հետ կապված, այստեղ կամ բժիշկն է լավ բան ասում, կամ գուցե հղիությունը, ծննդաբերությունը, ինչ որ մի լավ բան է, որ ձեզ ուրախացնում է։ Կարող եք նաև արտասվել, կարող եք նաև հուզվել, չնայած դա կարող է լինել նաև երեկոյան։ Օրվա մեջ սպասում եք, ինչ որ մեկին եք սպասում, ինչ որ բանի եք սպասելու, հանդիպում կամ շփում կունենաք ոյցե երիտասարդ տղայի հետ։ Եվ երեկոյան արդեն էլի նորից վիճում եք, էլի նորից չի, վիճում եք այստեղ եւ դա կարող է լինել վիճելուց հետո օրինակ արցունքներ։ Եթե ոչ առավոտյան, ապա դա կարող է լինել երեկոյան։ Վիճում եք, հետո նյարդայնանում եք եւ արտասվում կամ հուզվում եք, այդ հուզված եք այդպես վիճում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։